Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Եթերում իրական Թուրքիա նախագիծն է, բարև ձեզ։ Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում էր այն փուլում, երբ թուրքական ուղեղային կենտրոնները եւ իշխանամերձ վերլուծաբանները Հարավային Կովկասում Ռուսաստանից ազատվելու եւ այնտեղ թուրքական գերիշխանություն հաստատելու պատմական պատուհանի մասին են խոսում։ Եվ այն փուլում, երբ հիմա արդեն ոչ միայն Թուրքիան է հայտարարելու, թե ուժով նոր իրողություններ է հաստատել ռեգիոնում, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն, այլև Իրանը։ Ընդ որում, եթե Թուրքիան ակտորացել է փոքրաթիվ հայերի դեմ պատերազմից հետո, ապա Իրանի կշիռն անկասկած ավելի ծանր է։ Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա արդեն իսկ ուշագրավ ենթավեռնագրի տակ մեջբերում է Ֆիդանի այս հայտարարությունը Մոսկվայում բանակցությունների արդյունքներով։ Որպես տարածաշրջանի երկրներ մենք պետք է գիտակցենք, որ համագործակցությունը պետք է գերադասենք մրցակցությունից եւ գերիշխանության ձգտումից։ Մենք տեսնում ենք, որ այս փոխըմբռնումը որոշակի կետի է հասնում Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների համատեքստում։ Նույն հեռանկարով մենք կարող ենք ամրապնդել տնտեսությունները եւ մեծացնել կայունությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի։ Խաղաղությունը, հանդորը եւ կայունությունը բոլորի օգտին կլինեն։ Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը։ Մրցակցությունից եւ գերիշխանության ձգտումից հրաժարվելու մասին խոսում է այն Թուրքիայի արտգործնախարարը, որը մինչեւ այսօր չի կարողանում մարսել 1774-ին ռուսներից գրած պարտությունը Քյուչուկ Քայնարջայում այն բերելով մեդիա օրակարգ։ Ներկայացրել ենք իրական Թուրքիայի նախորդ թողարկումներում, կարող եք գտնել Alpha News-ի բոլոր հարթակներում։ Այն Թուրքիայի արտգործնախարարը, որը հայերի ցեղասպանությունը կազմակերպելուց եւ իրագործելուց մեկ դար անց փորձում է մեղքը բարթել ռուսների ու անգամ հենց ցեղասպանված հայերի վրա։ Մեկ պարզ ու հստակ նպատակով Ռուսաստանի շահերի գոտի Հարավային Կովկասով հասնել Ռուսաստանի շահերի մեկ այլ գոտի Կենտրոնական Ասիա, միավորել թուրքերին, դառնալ ավելի ծանրակշիռ գործոն, քան կա Թուրքիան այսօր ու միայն իր ռեսուրսներով։ Անկարան տարածաշրջանն ու Հայաստանը փաստացի տանում է նոր տուրբուլենտության, գորշ գայլերի մակարդակով Զանգեզուրի միջանցքը արդեն Թուրանի միջանցք կոչելով։ Սրան զուգահեռ Ֆիդանի մակարդակով հիշեցնելով այն պայմանների մասին, որոնք պետք է կատարի Փաշինյանը հանուն ճակերտավոր խաղաղության։ Նոր ժամանակահատվածում անալիքները պարզ են, մենք պատրաստ ենք կարգավորման, երբ ստեղծվեն համապատասխան պայմանները, ասել է Ֆիդանը Փաշինյանի հետ գործընթացի վերաբերյալ ըստ նույն Անադոլուի։ Որոնք են այդ պայմանները։ Բացի Ադրբեջանի ավանդական պայմաններից, որոնք դրված են Փաշինյանի առաջ, Ֆիդանն ավելի խորքային մակարդակում նկատի ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները, Հայաստանի հարաբերությունները խզելու պայմանը, որի մասին անթաքույց խոսում են թուրքական մեդիան եւ Էրդողանը մերձ ուղեղային կենտրոնները, ու որի ուղղությամբ ակնհայտորեն քայլում է Փաշինյանը։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Թուրանի սիրտը վերահսկում է Հայաստանը։ Արցախից հետո Սյունիքն է Թուրքիայի propagandան հռչակում պատմական թուրքական հող։ Zengezur bölgesi aslında tarihi bir Türk toprağı. Ըստ Ուրալօղլուի Սյունիքի հարցով Իրանը դիմել է թուրքերին եւ Հայաստանի տարածքի վերաբերյալ ընթանում են թուրք-իրանական բանակցություններ։ İran yani şimdilik güzergahta yok. Onun da bağlanma talebi var. Onu konuşuyoruz. Հայաստանն ունի որոշ պարտավորություններ։ Հայերի համար գոյաբանական սպառնալիք հանդիսացող Թուրանը փորձում են Հայաստանին վաճառել իբրև մեծ բարիք։ Ama Ermenistan'ın üzerine düşen bazı hadiseler oldu. Եվ հարցազրույց Հենրի Թերյո, պատմաբան Միացյալ Նահանգների Ուիստրի համալսարանից։ Միացյալ Նահանգների վրա հույս դնելով հայերը կարող են հայտնվել քրդերի վիճակում։ You can't trust our foreign policy. I'm saying that as someone who pays taxes, who's someone who's part of that foreign policy. Ask the Kurds, ask the Iraqis, ask the Afghans. Եվ այսպես Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդն արտաքին քաղաքականությանն ու Զանգեզուրի միջանցքին առնչվող ուղերձները փոխանցել հայտարարում են Թուրքիայի ազգայնամոլների խոսափողը հանդիսացող հեռուստաալիքի եթերում, եւ սա այն է, ինչ հետևում է Թուրքիայի տիտղոսավոր գլխավոր ազգայնամոլի ու Գորշ գայլի անցած շաբաթվա այս հայտարարությանը, թե Զանգեզուրի միջանցք էինք ասում, բայց արդեն ճիշտ անունն է պետք տալ՝ Թուրանի միջանցք։ Zengezur dedik ama artık adını doğru koyalım. Bu hat Turan koridorudur. Զանգեզուր էինք ասում, հիմա արդեն իրական անունը տանք, դա Թուրանի միջանցքն է։
Turan koridoru Kars'tan Türkistan bozkırlarına uzanan Թուրանի միջանցքը պատմական եւ մշակութային դարպաս է դեպի ապագա, որը ձգվում է Կարսից ծոցից մինչև Թուրքմենստանի ապաստաններ։ Երբ դուռը բացվի, դարեր շարունակ մեր սրտներում փայփայված վերամիավորված երկիրը կձևավորվի։ Անատոլիան եւ Թուրքմենստանը բաժանելու համար նախատեսված պատնեշները կփլվեն եւ Թուրանի հորիզոնը կդառնա ավելի պարզ, մոտ եւ հզոր։ Մեջբերում են Հայաստանի տարածքի մասին Բաղչելիի հայտարարությունները, որոնք մենք ներկայացրել ենք իրական Թուրքիայի նախորդ թողարկմանը։ Այն կարող եք գտնել Alpha News-ի բոլոր հարթակներում։ Եթե համառոտ, ապա Բաղչելիին հայտարարել էր Թուրանի միջանցքը պատմական եւ մշակութային դարպաս է դեպի ապագա, որը ձգվում է Կարսից մինչև Թուրքեստանի տափաստաններ։ Նկատենք, մեջտեղում Հայաստանն է։ Ու թուրքական հեռուստալիքի եթերում հենց Հայաստանի քարտեզի ֆոնին էլ Թուրանի ու թուրքերի ապագան են վերլուծում։ Az önce ifade ettiğim gibi MHP lideri Devlet Bahçeli'nin Zengezur değil artık adı Turan koridorudur. Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլետ Բաղչելիի հայտարարությունը, որ արդեն ոչ թե Զանգեզուրի միջանցք է, այլ Թուրանի միջանցք, նորից ուշադրություն է կենտրոնացրել թուրքական աշխարհի երկրներն իրար կապող այս ռազմավարական նախագծի վրա։ Dikkat çekiyor. Turan koridorundaki ülkeler sadece coğrafi konumuyla değil, ekonomik ve askeri güçleriyle de dikkat çekiyor. Թուրանի միջանցքի երկրներն ուշագրավ են ոչ միայն իրենց աշխարհագրական դիրքով, այլև տնտեսական եւ ռազմական հզորությամբ։ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Ղրղըզստանը միավորող տարածաշրջանի բնակչությունը գերազանցում է 210 միլիոնը։ Թուրքիայից առաջին ու եզակի հայտարարությունը չէ, բայց ուշադրության արժանիներից մեկն է, որ Թուրանը թուրքերի համար կրում է նաեւ ռազմական բովանդակություն, այն Թուրանը, որը թուրքերը փորձում են ստանալ Հայաստանի տարածքով Փաշինյանից վերցրած անխոչնդոտ անցումով, որն էլ կոչում են Թուրանի միջանցք։ Ինչ են անում թուրքերը Հայաստանի տարածքի եւ Սյունիքի կարեւորությունն այսպես ընդգծելուց հետո իհարկե հետեւողականորեն սկսում են հայտարարել, թե Սյունիքն իրականում թուրքական ադրբեջանական հող է, թե ռուսներն են այն տվել հայերին եւ թուրքական աշխարհի սիրտը դաշյուն xərəl. Zengezur bölgesi aslında tarihi bir Türk toprağı. Ama ne yazık ki 1800'lü yıllarda Çarlık Rusyası'nın Güney Kafkasya'ya ilerledi. Զանգեզուրը իրականում պատմական թուրքական տարածք է։ Դժբախտաբար 1800-ականներին ցարական Ռուսաստանի հարավային Կովկասում ընդլայնմամբ Ադրբեջանը նախ բաժանվեց երկու մասի՝ Գյուլիստանի եւ Թուրքմանչայի պայմանագրերով։ Այնուհետև 1990-ական թվականներին խորհրդային հեղափոխությունից հետո արագ գործընթացով Կարմիր բանակը գրավեց այս շրջանը եւ 1920-21 թվականներին bırakılıyor ve Türk dünyasının kalbine bir hançer. Այս աշխարհագրությունը անջատվեց Ադրբեջանից եւ ցավոք խորհրդային բանակի եւ այն ժամանակվա Բաքվի սոցիալիստական վարչակազմի կողմից տրվեց Հայաստանին։ Դա շույն խրվեց թուրքական աշխարհի սրտում։ Ermenistan dolayısıyla Rusya'da olduğu ve Պետք է հաշվի առնել, որ սա խզել է թուրքական աշխարհի ինչպես տնտեսական, այնպես էլ հուզական կապերը, որոնց վերահսկողությունը այժմ գտնվում է Հայաստանի եւ հետեւաբար Ռուսաստանի ձեռքում, ստեղծելով մի մեխանիզմ, որտեղ դարավոր կապը ինչ որ կերպ վերահսկվում է արտաքին ուժերի կողմից։ Եվ սա տարածաշրջանի իրողությունների, տարածաշրջանում Հայաստանի տեղի եւ ապագայի մասին թուրքերի վերլուծությունների հիմքն է։ Հիշենք, որ թուրքական հեռուստաալիքները տոտալ վերահսկողության տակ են, ու եթե անգամ եթերում հնչում է որևէ միտք, որը չի համապատասխանում Էրդողանի շահերին եւ Էրդողանի քաղաքականությանը, ապա այն հաշված ժամերի ընթացքում ջնջվում եւ անհետանում է։ Սա ընդգծում ենք կանխելու տպավորությունը, թե սա միայն ազգայնամոլների գլխում է, այսպես բոլոր թուրքերը կամ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մշակողները եւ իրագործողները չեն մտածում։ Սյունիքը թուրքական հող հռչակելուց հետո հիշում են Արցախը ու կարևորում, որ Ալիևն այն օկուպացրեց, իհարկե այլ ձևակերպումներով։ Bu savaşın en önemli sonuçlarından bir tanesi de Nahçıvan ve Azerbaycan arasındaki bir ticari yolun, bu Zengezur koridoru dediğimiz, Sayın Devlet Bahçeli'nin de dediği gibi Turan koridorunun yeniden açılması. Այս պատերազմի ամենակարևոր հետևանքներից մեկը Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև առևտրային ճանապարհի վերաբացումն էր, այս Զանգեզուրի միջանցքը կամ ինչպես ազգայնական շարժման
կառավարման նախագահն անվանեց Թուրանի միջանցքը Թուրքիայի եւ թուրքական աշխարհի միջև ցամաքային սահմանի վերագործարկումը։ Ընդ որում այստեղ ուշագրավ է, որ թուրքերը հայերի դեմ իրենց գործողությունները հետևողականորեն եւ այս քննարկման ժամանակ եւս դիտարկում են ոչ թե հայ-թուրքական բախման, այլ ռուս-թուրքական թշնամանքի շրջանակում։ Եվ հենց այս տրամաբանությամբ Թուրանի մասին խոսելիս թիրախավորում են ոչ միայն նախկին խորհրդային պետությունները, այլև ահա թե ինչ են ակնարկում. 2,5 trilyonluk, 210-220 milyonluk sadece bağımsız devletler olarak düşünmeyelim. Rusya içerisinde yaşayan Türk bölgelerinde hesaba. 2.5 տրիլիոնի տնտեսություն, 210-220 միլիոն բնակչություն ունեցող թուրքական աշխարհը, եկեք չքննարկենք միայն անկախ պետությունները։ Եթե հաշվի առնենք նաև Ռուսաստանի կազմում գտնվող թուրքական շրջանակները, խոսքը արդեն 250-300 միլիոն մարդու մասին է։ Իհարկե գիտակցում եւ հասկանում են, որ երազելը լավ է, բայց երազանքները միշտ չեն իրականանում ու ինչն է ամենակարևորը։ Ընդգծելով, որ Արցախի օկուպացիայով պարտադրեցին Թուրանի միջանցքը, չեն կարողանում քողարկել վախերը, որ իրենց պլանը կարող են հետ շրջել։ İran'ı եւ Rusistan'ı կարող են տապալել թուրքական երազանքը։ Daha önce herhalde yine sizin yayınınızda da söylemiştim. Yani bu koridor açılsa da açılmasa da Türkiye tarafı bir tünelle bile rahmetli Turan Yazgan hocamızı da buradan rahmetten. Անկախ նրանից այս միջանցքը բացվում է թե ոչ, թուրքական կողմը նույնիսկ թունելներով պետք է կապել։ Այստեղ եկեք հիշենք մեր հանգուցյալ պրոֆեսոր Թուրան Yalçın'ին։ Alttan bir tünelle bile olsa Türkiye ve Türk dünyası Zengezur koridorunu aşmak zorunda ve bu bağı kurmak zorundayız diye. Որը ազգային անվտանգության ռազմավարությունն էր դասավանդում մեզ եւ միշտ ասում էր, որ Թուրքիան եւ թուրքական աշխարհը պետք է անցնեն Զանգեզուրի միջանցքով, նույնիսկ ստորգետնյա թունելով, եւ որ մենք պետք է հաստատենք այս կապը։ Սա այն խորհուրդն է, որը մենք հիշում ենք նրա 2000-ականների սկզբի դասախոսություններից։ Ի վերջո, Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ գործելով հասան դրան Ղարաբաղյան պատերազմի միջոցով։ Karabağ Savaşı ile bunu bir şekilde gerçekleştirdi. Aslında bu koridorun açılmasından rahatsız olan ülkeler de var diğer taraftan baktığımızda. İran gibi, Rusya gibi. Իրականում կան նաև երկրներ, որոնք հանգիստ չեն ընդունում այս միջանցքի բացումը, ինչպիսիք են Իրանը եւ Ռուսաստանը։ Քիչ առաջ նշել էինք, որ թուրքերը Թուրանի մասին բնդումներին զուգահեռ հետևողականորեն ռոպագանդում են, թե Սյունիքն իրականում թուրքական-ադրբեջանական հողեթե ռուսներն են այն խլել ու տվել հայերին։ Ահա այդ հետևողականության եւս մեկ դրվագ։ Zengezur koridoru dediğimiz alan aslında Azerbaycan toprakları içerisinden geçen ve Nahçıvan'la bütünlüğünü oluşturan bir alan. Evet. Fakat tam da Türk dünyası birbirinden kopsun diye özellikle alıp Ermenistan'a bırakılan bir yer. Yani bunun temeldeki amacı zaten Turan'ı oluşabilecek olan Turan'ı engellemek için. Այս տարածքը, որը մենք անվանում ենք Զանգեզուրի միջանցք, իրականում Ադրբեջանի տարածքի մի մաս եւ Նախիջևանի հետ կազմում է ամբողջական երկիրը։ Սակայն այն հատուկ վերցրել են եւ տվել են Հայաստանին թուրքական աշխարհը բաժանելու համար։ Սա ռուսների արած աշխարհաքաղաքական քայլներ կանխելու պոտենցիալ Թուրանի ձևավորումը։ Հնարավոր է, որ հայտարարելով, թե Սյունիքը Ադրբեջանից խլված հող է, ինչպես Արցախի պարագայում էին անում, թուրքական ռոպագանդան ստեղծում է հիմքեր Սյունիքում Արցախի սցենարը կրկնելու Հայաստանի տարածք ռազմական ներխուժման համար, այն էլ խաղաղության համաձայնագրի ու խաղաղության դարաշրջանի հողի տակ։ Հայաստանի տարածքի վերաբերյալ ընթանում են թուրք-իրանական բանակցություններ եւ խոսքը իհարկե Փաշինյանի անխոչնդոտ անցման կամ թրիփի Թուրքերի Զանգեզուրի կամ Թուրանի միջանցք կոչվածի մասին է։ Հայտարարությունն արել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը։ Ուրալօղլուն Հայաստանում ընտրությունների նախընթաց մի քանի շաբաթ մի կերպ դիմանում էր ու չէր խոսում Հայաստանի տարածքի մասին։ Ընտրություններից հետո ավելի անկեղծ են բոլորը։ Նախ Թեհրանի հետ Թուրքերի բանակցությունների մասին։ İran yani şimdilik güzergahta yok. Onun da bağlanma talebi var. Onu konuşuyoruz. Իրանը ներկայում երթուղու մաս չէ, բայց նրանք դիմել են միանալու համար եւ մենք քննարկում ենք դա։ Հայաստանի համար այս հայտարարությունը կարող է նշանակել երկուսից մեկը։ Կամ Իրանը վճարում է Թուրքիային, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմում չեզոք մնալու եւ ցամաքային գործողությունը զսպելու համար, այսպես Էրդողանամերձ մեդիաներ աղաղակում, կամ Թեհրանում որոշել են վերահսկել թուրքական առաջխաղացումը իրենց մեթոդներով։ Այստեղ առաջին կետի մասին
մասին պետք է ավելացնել, որ Թեհրանում վստահաբար գիտեն, որ Թուրքիան զսպվածություն է ցուցաբերել սեփական կաշին փրկելու համար քրդերից եւ ոչ միայն։ Ու քանի դեռ տարածաշրջանում ամեն ինչ այնպես չէ, թե որոշված է վերջնականորեն, Թուրքիայի տրանսպորտի նախարարը փորձում է հակառակ տպավորությունը ձևավորել Հայաստանի տարածքի մասով առնվազն։ Doğrudan Türk dünyasına daha kestirme bir koridor. Դեպի թուրքական աշխարհ ավելի ուղիղ միջանցքի վերաբերյալ մենք համաձայնության ենք եկել Ադրբեջանի հետ։ Արդեն շարունակում ենք շին աշխատանքները եւ ադրբեջանական եւ թուրքական կողմում։ Զանգեզուրի այս անցումը մոտավորապես 40-45 կիլոմետր երկարություն ունի։ Այդ Ermenistan, Azerbaycan ve Amerika Birleşik Devletleri'nin aracılığıyla տարածքի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Պայմանավորվածությունները հատկապես նրանք, որոնք Թուրանի մասին են, որ ակնհայտորեն այլևս միայն պատմության դասագրքերում չէ, վերջակետ են միայն այն պարագայում, երբ Հայաստանի դիրքորոշումը սա է։ Վայ, նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, նիկի, վատա դա։ The Trip Route project, together with the opening of communications between Armenia and Turkey, have full potential to become an important component of the middle corridor. Այլապես հայերն ունեն իրավիճակը փոխելու տարբերակներ, քանի դեռ ուշ չէ, եւ այդ տարբերակները ցույց են տալիս իրենք թուրքերը։ Թուրանին դեմ են Իրանը եւ Ռուսաստանը։ İran gibi, Rusya gibi Թուրանի միջանցքի խոչընդոտներից մեկն էլ հայկական սփյուռքն է։ Հայտարարում են թուրքական մեկ այլ հեռուստաալիքի եթերում Հայաստանում ապրող հայերի երեսին նետելով, թե Փաշինյանն են ընտրել անգամ Արցախում կատարվածից հետո, եւ դա նշանակում է, թե պատրաստ են կատարել թուրքերի պահանջները։ Փաշինյան ընտրելու հանգամանքը պարբերաբար են շեշտում թուրք վերլուծաբանները։ Paşinyan 2 defa seçim kazandı. Bu ne anlama geliyor? Artık Ermenistan'da yaşayan, Fransa'da yaşayanlardan bahsetmiyorum. ABD ve Kanada'da yaşayanlardan bahsetmiyorum. Ermenistan'da yaşayan Ermenilerdi. Պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հաղթեց երկու ընտրություններում։ Ինչ է սա նշանակում։ Չեմ խոսում Ֆրանսիայում ապրողների կամ ԱՄՆ-ում եւ Կանադայում ապրող հայերի մասին։ Նշանակում է, որ Հայաստանում ապրող հայերը հստակ հայտարարել են, որ պետք է քայլեն Թուրքիա եւ Ադրբեջանի հետ կողք կողքի Հարավային Կովկասում գոյատևելու համար։ Եվ եթե թուրքերը փորձում են աշխարհին, տարածաշրջանին եւ հայերին Թուրանը առաջին հերթին ներկայացնել իբրև առևտրային ու մշակութային միություն, գայթակղությանը չդիմանալով կամ ընդունելով, որ քողարկելն անհնար է, պարբերաբար շեշտում են նաեւ Թուրանի ռազմական եւ անվտանգային բնույթը։ Trump buna ben yaptım. Evet. Buna biz Trump koridoru adını verelim diyor ama sen geldiğinde savaş bitmişti. Savaş bittikten üzerinden 4 yıl geçmişti. Hani senin zafer bağlamında bir katkın yok. O zaman buna herhalde Azerbaycan'ın, Türkiye'nin bir isim koyması normal. Eğer büyük hedef Turan coğrafyasının yani Թրամփը ասում է դա ես արեցի, եկեք Թրամփի միջանցք կոչենք, բայց պատերազմն ավարտվել էր, երբ նա եկավ։ Պատերազմի ավարտից անցել էր 4 տարի։ Թրամփը որևէ ներդրում չունի հաղթանակի առումով, եւ այս դեպքում հավանաբար նորմալ է, որ Ադրբեջանն այն կոչի ոչ թե Թրամփի միջանցք, այլ Թուրանի, եթե մեծ նպատակը Թուրանի աշխարհագրության, այսինքն բոլոր թուրքական հողերի միավորումն է ընդհանուր անվտանգության, պաշտպանության եւ քաղաքական տարածքի կառուցումը։ Հայերի համար գոյաբանական սպառնալիք հանդիսացող Թուրանը փորձում են հայերին վաճառել իբրև մեծ բարիք, հայտարարելով, թե դրա մասը դառնալու համար Հայաստանը դեռ պետք է որոշ պահանջներ բավարարի, կամ սպառնում են Հայաստանին պատերազմով, եթե Թուրանին կուլ չգնանք, ցույց տալով խաղաղության դարաշրջանի իրական բովանդակությունը։ Ama Ermenistan'ın üzerine düşen bazı hadiseler oldu. Bir anayasa değişikliğinin zorunluluğu. Sözde soykırım iddialarından bir an evvel artık anlamı olmadığını görüp Հայաստան ունի որոշ պարտավորություններ, այդ թվում սահմանադրությունը փոխելը եւ այսպես կոչված ցեղասպանության մասին պնդումներից պետք է հնարավորին չափ շուտ հրաժարվեն, դրանք թողնելով պատմաբաններին։ Ուղիղ շեշտում են, թե Ռուսաստանը թուլացել է Ուկրաինայում պատերազմի պատճառով ու հիմա եկել է տարածաշրջանում Թուրքիայի վերահսկողության ժամանակը։ Rusya-Ukrayna savaşının Rusya üzerinde yarattığı baskı Kafkas politikasında bir miktar geriye düşmesi artık bu coğrafyada büyük devlet sıfatına sahip Türkiye Cumhuriyeti'nin
planlamayla. Ռուս-ուկրաինական պատերազմով Ռուսաստանի վրա գործադրված ճնշումը եւ Մոսկվայի փոքր ինչ նահանջը հարավկովկասյան քաղաքականության մեջ հանգեցրել են այդ տարածաշրջանում նոր միջանցքի ստեղծմանը, որը կձևավորի արդար եւ հավասար կենսապայմաններ բոլոր պետությունների համար։ Թուրքիայի պլանավորման միջոցով, որն այժմ ունի խոշոր տերության կարգավիճակ։ Պարոն Բաղչելիի շեշտը հստակորեն ցույց է տալիս, որ սա է օրակարգի գլխավոր հարցը։ Թուրանի թեման ամփոփելով առաջարկում ենք տեսնել, որ այն միայն ծայրահեղական մի գորշ գայլի հայտարարություն չէր, թուրքական մեդիան ողողված է այդ հայտարարությամբ։ Սա Թուրքիայի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկն է, ինչը հայտնի այն նախագծի մասին, որը Բաղչելիին անվանում է Թուրանի միջանցք։ Սա Թուրքիայի պետական լրատվամիջոցներից մեկն է, ապագայի բանալին Թուրանի միջանցքը։ Սա Թուրքիայի պետական լրատվական գործակալությունն է։ Եթե Երևանը խելքը գլուխը հավաքի, ապա Թուրանի միջանցքը կարող է լինել տնտեսական մեկուսացումից դուրս գալու միջոց։ Սա Թուրքիայում մեծ լսարան ունեցող մեդիաներից մեկն է։ Բաղչելի Զանգեզուրը Թուրանի միջանցք դարձավ։ Սա Թուրքիայի քրդամետ եւ նորից մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներից է։ Բաղչելիից Զանգեզուրի միջանցքի նոր անունը։ Սա Թուրքիայի Էրդողանամերձ խոշոր մեդիաներից մեկն է։ Դևլետ Բաղչելիի հայտարարությունը Թուրանի միջանցքի վերաբերյալ այն կլինի թուրքական դարի ռազմավարական բանալին։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր պատմաբան Հենրի Թերյո, Ուիստերի համալսարան, Միացյալ Նահանգներ։ Առաջարկում է ամերիկյան արտաքին քաղաքականության հետ մեծ հույսեր չկապել, հիշելով օրինակ, թե ինչ եղավ քրդերի հետ Սիրիայում։ Հայ-ամերիկյան հարաբերությունների նոր շրջափուլը, Թրիփի հեռանկարը, Թուրանը եւ Հայաստանը, Ալիև-Էրդողան հարաբերությունների ինտրիգները եւ արդյոք կարող ենք գոյատևել այս փոթորկում, ըստ ամերիկացի պատմաբանի։ Շնորհակալություն մեզ միանալու եւ ձեր ժամանակի համար կսկսեմ հարցնելով, թե ինչու է Միացյալ Նահանգները հետաքրքրված Հայաստանով, հաշվի առնելով Թրամփի աջակցությունը Փաշինյանին, ինչու է Միացյալ Նահանգներին պետք Հայաստան Փաշինյանի իշխանությամբ։ Կասեի, որ կան մի քանի հանգամանքներ, որոնք պետք է հիշել։ Մեկը այն է, որ Թրամփի արտաքին քաղաքականությունը տարբերվել է նախորդ վարչակազմերի վարածից, քանի որ Թրամփի պարագայում նվազ է պետդեպարտամենտի ազդեցությունը։ Connection to Turkey, and even as different political groups have come into power in the US, that attraction to Turkey and support for Turkey has been very solid. Պետդեպարտամենտը երկար ձգվող կապեր ունի Թուրքիայի հետ, եւ նույնիսկ երբ ԱՄՆ-ում իշխանության են եկել տարբեր քաղաքական խմբեր, Թուրքիայի գրավչությունը եւ Թուրքիային աջակցությունը շատ նկատելի է եղել։ Եվ դա կարևոր է հասկանալ, բայց Թրամփը այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում այս հանգամանքին։ Նրա համար կան այլ գործոններ։ Մեկը պարզապես այն է, թե միջազգային ասպարեզում որտեղ կա աստղ լինելու, փայլելու պոտենցիալ։ Ինչպես օրինակ 2023-ին հայ-ադրբեջանական պատերազմն էր։ Կարևոր է նաև հիշել, որ ԱՄՆ-ն, մասնավորապես Հիլարի Քլինթոնի եւ այլոց հետ 2010-ականներին վերաձևավորեց հակառուսական արտաքին քաղաքականությունը Միացյալ Նահանգներում։ Նախ Թրամփը դեմ էր դրան, նա շատ ավելի ռուսամետ էր։ Հիմա նա շատ է փոխվել։ Որոշ առումով կորցրել է հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ, բայց նաև Ռուսաստանի հետ մրցակցություն է զգում։ Թրամփի էգոն մեծ խնդիր է։ Trump was against that. He was much more pro-Russian. I think he's changed a lot. I think he's lost interest in Russia in some ways, but also feels competitive with Russia. I think his ego has gotten bigger. So I think that's an issue. Դուք ոչինչ չեք ասում խաղաղության եւ զարգացման մասին։ For the US, I don't think the US is Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է դրանով։ Ամենամեծ պատճառը, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանով, մեծաթիվ հայ բնակչությունն է հենց ԱՄՆ-ում եւ նրանց դիրքորոշումը։ Նույնիսկ հայկական այն կազմակերպությունները, որոնք սովորաբար համաձայն չեն եղել Արցախի հարցում, միաձայն են եղել երկու պատերազմների ժամանակ especially during the two եւ դրանցից հետո գերիների վերադարձի եւ այլնի հարցում։ Մեր արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե Միացյալ Նահանգներում եւ օրինակ Ռուսաստանում ապրող հայերը չեն կարող նույն տեսակետը ունենալ Հայաստանի համար որոշ կարևոր հարցերի շուրջ։ Կհամաձայնեք։ I think that's simplistic because what I would say is while Armenians around the world were very unified on the Artsakh issue, Կարծում եմ դա պարզունակ մոտեցում է։ Ես կասեի, որ աշխարհի հայերը միասնական են Արցախի հարցում, բայց թե Ռուսաստանի, թե Ամերիկայի հայ համայնքներում կա տեսակետների բազմազանություն։ Եվ մենք դա տեսել ենք Փաշինյանի նկատմամբ Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Այնպես որ կարծում եմ պարզապես պարզունակ կլինի ասել, որ Սփյուռքը տարբեր երկրներում ուղղակի տարբեր կարծիքներ ունի։
Ես կասեի, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ակնհայտորեն սառը պատերազմից ի վեր հարաբերությունների ամենավատ փուլում են։ For the United States, sort of going back to the idea of why Pashinyan would be supported, for the United States, Armenia has been a problem. Եվ վերադառնալով այն մտքին, թե ինչու են Փաշինյանին աջակցում, կավելացնեի, որ Միացյալ Նահանգների համար Հայաստանը խնդիր է եղել Խորհրդային Միության փլուզումից ի վեր։ Պարզապես այն պատճառով, որ Միացյալ Նահանգներում հայերն ունեն քաղաքական մեծ ազդեցություն։ Not able to dictate foreign policy or anything, but it's very strong, particularly in the election system and so forth. Չեմ ուզում չափազանցնել, այդ ազդեցությունը չի կարող թելադրել արտաքին քաղաքականություն, բայց այն նկատելի է մասնավորապես ընտրական համակարգում։ ԱՄՆ-ի թուրքամետ, ադրբեջանամետ, նավթային արտաքին քաղաքականության առումով նախկին Հայաստանը խանգարող գործոն էր։ Այն Հայաստանը չէր, որին ԱՄՆ-ն կաջակցեր, եւ այդ լարվածության պատճառով Հայաստանը եւ մասնավորապես Արցախը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար փշի պես են եղել, քանի որ ԱՄՆ-ն չէր կարող պարզապես անտեսել Հայաստանը, չէր կարող պարզապես անտեսել Արցախը։ Բայց միաժամանակ կար հակասություն, թե ինչի համար էին ԱՄՆ-ում շատ քաղաքական գործիչներ առաջ մղում եւ պաշտպանում Հայաստանը, եւ ինչի համար էին պատրաստ դա անել վարչակազմը, պետդեպարտամենտը, Թրամփը եւ ուրիշները։ Having someone like Pashinyan solves the problem. Because what it does is it removes Artsakh and Փաշինյանի նման մեկին ունենալը լուծում է խնդիրը։ Նա մեջտեղից հանում է Արցախը եւ այն ամենը, ինչի համար հայկական ազդեցությունը պայքարում էր ԱՄՆ-ում։ has surrendered to Turkish and Azeri interests. Ըստ էության Փաշինյանը քիչ թե շատ հանձնվել է թուրքական եւ ադրբեջանական շահերին։ Ու Վաշինգտոնում այլևս լարվածություն չկա այս առումով։ ԱՄՆ-ի համար սա կատարյալ վիճակ է, քանի որ այժմ ԱՄՆ-ն որևէ պատճառ չունի լսելու նույնիսկ ԱՄՆ-ի հայերին, որոնք ասում են՝ «Սպասեք մի րոպե, կան ռազմագերիներ, կա Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունք, կա Սփյուռք, կա Սյունիքը, կան օկուպացված տարածքներ»։ Սրա համար են նրանք սիրում Փաշինյանին, քանի դեռ այդ անձը պատրաստ է Հայաստանից չստեղծել հակազդեցություն Թուրքիային եւ Ադրբեջանին։ To create any advocacy for Armenia relative to Turkey and Azerbaijan. Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև ներկայում գլխավոր նախագիծը Սյունիքում թրիփն է։ Այն իրականություն կդառնա ձեր կարծիքով, հաշվի առնելով Իրանի, Միացյալ Նահանգների, Իսրայելի միջև տեղի ունեցածը եւ պատերազմի արդյունքները, եթե մենք կարող ենք սա ընդունել որպես ավարտված պատերազմ, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ Փաշինյանը հույս ունի, որ այդ նախագիծը կիրականանա եւ իհարկե թուրքերը, որոնք ատամներով են պահում այդ անխոչնդոտ անցումը։ So that's a very complicated question. The first thing I would say is, as far as Trump is concerned, his attention moves quickly, sort of like a squirrel. Շատ բարդ հարց է։ Նախ այսպես ասեմ, Թրամփի ուշադրությունը արագ է մի կետից մյուսը ցատկում։ Սկյուրի նման։ Եվ որքան ժամանակ այս կողմ գնայի, որքան հետաքրքրված կլինի, հարց է։ Որոշ դրվագներում արդեն իսկ մոռացել էր թրիփի մասին, բայց ոմանք փորձում են այն առաջ մղել։ Ովքեր։ Some people in the US, who have, sort of Azerbaijani or Turkish interests. Ոմանք ԱՄՆ-ում, ոմանք որոշակիորեն ադրբեջանական կամ թուրքական շահերն են սպասարկում։ Ոչ թե Թրամփն ինքը, այլ որոշ մարդիկ, ովքեր առավելություններ են տեսնում Թուրքիայի հետ գործակցության մեջ։ Օրինակ, Նյու Հեմփշիրում սենատորների մրցավազքին եմ հետևել, եւ տեխնացուներից մեկը աջակողմյան, հանրապետական, Թրամփի համակիր, Ադրբեջանի պաշտպան է։ Նրա ընտանիքը ներդրումներ ունի, մեծ դրամական ներդրումներ Ադրբեջանում, ոսկու հանքերում, հիմա նաեւ հենց Արցախում։ Right wing, I think, amenable to Trump and is very much on board with Azerbaijan. His family has investments, extensive money investments in Azerbaijan, gold mines and so forth, in Artsakh itself now. And so this is part of the tension, right? There are people who are very vested in Azerbaijan financially. Այսպիսի մարդիկ կան, ովքեր կապված են Ադրբեջանի հետ ֆինանսական, հետևաբար քաղաքական առումով։ Խնդիրն այն է, որ եթե Թուրքիան ճնշում գործադրի, Ադրբեջանը ճնշում գործադրի, ինչը կարծում եմ նրանք կանեն, ապա կա հավանականություն, որ ԱՄՆ-ում ներքին քաղաքական ճնշման եւ Թուրքիային ու Ադրբեջանին հաջողանալու ցանկության համադրությունը կհանգեցնի որոշ ենթակառուցվածքների կառուցման։ Բայց նաև շատ հնարավոր է, որ նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք ընտրություններից հետո քաղաքականության նպատակները եւ այլ բաներ փոխվեն։ The United States that policy objectives and other things will change. I think ultimately, if that gets built, it's not going to be a priority for the United States. It will be for Turkey, Azerbaijan. They will make it happen.
What's frightening about that is if Turkey and Azerbaijan are the driving forces, it's going to be more likely on their terms. The U.S. will not be paying close attention, and I think for Armenia that is very dangerous. Վերջին հաշվով, եթե այդ Թրամփի ուղին կառուցվի, ապա այն առաջնահերթություն չի լինի Միացյալ Նահանգների համար, կլինի Թուրքիայի, Ադրբեջանի համար։ Խնդիրն այն է, որ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը շարժիչ ուժեր են, ապա ավելի հավանական է, որ կիրագործվի նրանց պայմաններով։ ԱՄՆ-ն ուշադիր չի լինի, եւ կարծում եմ Հայաստանի համար դա շատ վտանգավոր է։ Այստեղ ընդգծեմ Իրանի գործոնը։ Իրանի վրա հարձակումը, որը իմ կարծիքով անօրինական էր, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից աղետ էր։ Իսրայելին գուցե պետք էր դա, բայց ԱՄՆ-ի համար աղետ էր։ Եվ մենք այս ամենից դուրս ենք գալու խաղաղության համաձայնագրով, որը հավանաբար մեզ ավելի քիչ բան կտա, քան իրանցիները պատրաստ էին համաձայնել առանց պատերազմի։ Բացի այդ, Իրանը, որը թուլացած էր Սիրիայի կորստի եւ որոշ այլ հանգամանքների պատճառով, հանկարծ նորից ներկայանում է որպես ուժեղ տարածաշրջանային խաղացող, դրանից բխող հետևանքներով։ Մեկ տարի առաջ քննարկում էինք այս ամենը եւ համաձայնեցինք կան նշաններ, որ Թուրանը չի մնացել պատմության դասագրքերում, թուրքերն այն իրական քաղաքականություն են դարձրել։ Հիմա մեկ տարի անց ունենք Էրդողանի կոալիցիոն գործընկեր Բահչելիի հայտարարությունը, ոչ թե Զանգեզուրի, այլ Թուրանի միջանցքի անունը ասում է։ Ինչ եզրակացություններ պետք է անեն հայերը լսելով այս հայտարարությունը։ First of all, what certain people like me have said for many years, that the dream of pan-Turkism and Turkism is not in any way historical. It is Նախ եւ առաջ, այո, մենք տարիներ շարունակ ասում էինք, որ պանթուրանիզմի եւ թուրքիզմի երազանքները միայն պատմական չեն։ Դրանք Թուրքիայի ներկա գաղափարախոսությունն է, ներդրված 1900-ականների սկզբին թուրքական պետական, հասարակական, ակադեմիական, մշակութային եւ մյուս բոլոր շերտերում։ The 1915 genocide was driven by a desire to Turkify Turkey itself and to expand Turkey. Հիշենք, որ 1915 թվականի ցեղասպանությունը պայմանավորված էր Թուրքիան թրքացնելու եւ դեպի արևելք, մինչեւ Չինաստան ընդլայնելու ցանկությամբ։ Քրդերի հետ կապված դժվարությունները կան, բայց այդ ճակատում Թուրքիան արդյունավետորեն քայլել է 100 տարի շարունակ։ Բախվել է խնդրի Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ռուսաստանի դերի եւ այլնի հետ կապված։ Even with the First Karabakh War, that was a big problem with the role of Russia and so forth. And now, since 2020, they finally can, 100 years after the 1915 genocide, they can start to pursue that again. Եվ հիմա 2020 թվականից ի վեր, 1915 թվականի ցեղասպանությունից 100 տարի անց, նրանք կարող են կրկին շարժվել դեպի պանթուրանիզմ։ Ընդ որում Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնահերթություններն այստեղ կարող էին փոքր-ինչ տարբեր լինել։ Ալիևը ներքին առումով թույլ էր մինչև 2020 թվականը։ Domestically, he was very weak by 2020 and needed success in Artsakh to essentially give his regime more time. Եվ Արցախում նրան հաջողություն էր պետք, որպեսզի երկարաձգեր իր ռեժիմի իշխանությունը։ Եվ իր նպատակին հասավ, հիմա շատ ապահով է։ Սրանից առաջ թույլ էր, տնտեսության վիճակը վատ էր, այն շարունակում է մնալ մարգինալ, կային հստակ ներքին պատճառներ, թե ինչու նա սկսեց պատերազմը։ Եվ պատճառների հիմքում իհարկե հայատյացությունն է։ Location was driven by anti-Armenianism. Turkey, on the other hand, may have a different viewpoint, and that is both anti-Armenianism, but that's informed by the Turanist, agenda. Մյուս կողմից Թուրքիան կարող է ունենալ այլ տեսակետ, նույն հայատյացության դրսևորմամբ, բայց պայմանավորված թուրանիստական օրակարգով։ Հենց այստեղ է սկսվում պատերազմին Թուրքիայի ներգրավվածությունը, վերսկսել 1915 թվականի ցեղասպանական գործընթացը, այն ավարտին հասցնելու նպատակով։ The greatest leader in the history of Turkey and wants to finally eclipse Ataturk. The way he can do that is Եվ եթե դուք Էրդողանին համարում եք առաջնորդ, որը ցանկանում է լինել Թուրքիայի պատմության մեծագույնը, ցանկանում է վերջապես գերազանցել Աթաթուրքին, ապա պետք է հաշվի առնել, որ նա կարող է դա անել իրագործելով այն, ինչն Աթաթուրքը չկարողացավ, պանթուրքիստական ընդլայնմամբ։ Հետաքրքիր է նկատել, որ Էրդողանը եւ Ալիևը երկուսն էլ ստանձնել են հայկական Արցախը ոչնչացնելու պատասխանատվությունը։ Անգամ նրանց միջև կա մի փոքր մրցակցություն, թե ով է իրականում վերցրել Արցախը, Թուրքիան թե Ադրբեջանը։ So Erdogan and Aliyev have both claimed credit for the destruction of Armenian Artsakh. There's a little bit of a competition. Who really Ես կպնդեի, որ առանց Թուրքիայի գործոնի եւ Ադրբեջանի ստացած որոշ այլ աջակցության կլիներ շատ այլ պատերազմ։ Սա չի նշանակում, որ հայերը ի վերջո կհաղթեին կամ կպաշտպանեին Արցախը, բայց ամեն ինչ այլ կլիներ։
Միաժամանակ պարզունակ է ասել, որ Թուրքիան է միակ որոշիչ գործոնը, բայց այն փաստը, որ նրանք վիճում են այս մասին, առաջ է բերում հարցը, թե որքանով է Ալիևը պատրաստ ներառվել պանթուրքական օրակարգում, գուցե ունի այլ օրակարգ։ But the fact that they're arguing about this does raise an issue, and that is how much Aliyev is willing to be sort of incorporated into the pan-Turanist, agenda. Նա եւս կցանկանար հասնել մինչև Չինաստան։ Դրանում կասկած չկա։ Նրա ազդեցության ոլորտը կմեծանա Թուրքիայի հետ համագործակցությամբ։ His area influence would increase if they work with Turkey. Բայց խնդիրն այն է, որ ոչ միայն Էրդողանը, ուրիշները եւս ցանկանում են առաջնորդել այս պան-թյուրքական աշխարհը։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանն այժմ չի նայում դեպի արևելք։ Նրանք նայում են դեպի արևմուտք եւ հյուսիս, դեպի Հայաստան։ Նրանց նպատակը Հայաստանը վերացնելն է, եւ դա պարտադիր չէ, որ պանթուրքական գաղափար լինի։ Դա փորձ է վերացնել նրանց, որոնց դեմ սահմանվում է Ադրբեջանի ամբողջ ազգային ինքնությունը։ And while Turkey and Azerbaijan might both have the same practical goal, the elimination of Armenia and this change of this whole area into a Turkic area, that doesn't mean that Turkey's ultimate goal of pan-Turanism to the right, led by Turkey, is the same agenda that Azerbaijan has. Եվ չնայած Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են ունենալ նույն գործնական նպատակը Հայաստանի վերացումը եւ այս ամբողջ տարածքի թուրքացումը, չի նշանակում, որ Թուրքիայի վերջնական նպատակը աջակողմյան պանթուրքիզմ Թուրքիայի առաջնորդությամբ նույն օրակարգն է, ինչ հետապնդում են Հայ եւ Ադրբեջանը։ Միայն թե նկատենք, Թուրքիան այժմ պետք է Ադրբեջանին, տնտեսական եւ ֆինանսական առումով։ Այսպիսով կա ուժի շատ բարդ մթնոլորտ։ Very complicated vying for power. Մենք ունենք գոյատևման հնարավորություն այս պայմաններում եւ այս տարածաշրջանում։ Oh, I think absolutely. I think if Armenian foreign policy can become Այո, կարծում եմ, անկասկած։ Եթե Հայաստանը կարողանա վարել ավելի բարդ արտաքին քաղաքականություն, Հայաստանը պետք է սկսի որոշ դասեր քաղել։ Փոքր երկրները երբեք չեն կարող հետապնդել արտաքին քաղաքականության մեկ գիծ, հետևել մեկ ուժի։ One of the things small countries can never do is pursue one single line of foreign policy, one power and things like that. Փաշինյանն ասում է, որ իր արտաքին քաղաքականությունը բալանսավորված է։ It is not. It is not. I mean, he clearly has alienated Russia. I think Այդպես չէ, նա ակնհայտորեն օտարացվել է Ռուսաստանից։ Իրանի հետ հարաբերությունների բնույթն է փոխվում։ Նա կենտրոնանում է արևմուտքի վրա, երբ արևմուտք-արևելք հարաբերություններում հիմա կարծես վերադառնում ենք ԱՄՆ-ԽՍՀՄ լարվածությանը։ Եվ Փաշինյանն ընտրում է կողմ։ Պետք է հայտնի եւ հստակ լինի, որ այս կամ այն կողմն ամբողջությամբ անցնելը աղետ է եղել յուրաքանչյուր երկրի, փոքր երկրի համար, սառը պատերազմի ժամանակ եւ դրանից հետո։ Going back to Soviet US times, and that he sees this conflict between the two, and somehow you're siding with one or the other ultimately. I think it should be known that pretty much siding with one or the other completely has been a disaster for every country, small country that's done that historically in the Cold War and since. Ձեզ հարկավոր է շատ ավելի բազմերանգ քաղաքականություն։ Հետաքրքիր է, որ հենց դա է արել Ադրբեջանը եւ Վրաստանը։ Ընդլայնել են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ։ Դուք կարող եք հավանել ԱՄՆ-ն։ Ես ԱՄՆ քաղաքացի եմ, կան բաներ, որոնք ինձ դուր են գալիս ԱՄՆ-ում, բայց ես ասում եմ ձեզ, որպես ԱՄՆ քաղաքացի, հրապարակայնորեն ասել եմ նաև նախկինում, դուք չեք կարող վստահել մեր արտաքին քաղաքականությանը։ Ես դա ասում եմ որպես հարկեր վճարող, որպես այդ արտաքին քաղաքականության մաս։ Հարցրեք քրդերին, հարցրեք իրաքցիներին, հարցրեք աֆղաններին։ Can't trust our foreign policy. I'm saying as someone who pays taxes, who's someone who's part of that foreign policy. Ask the Kurds, ask the Iraqis, ask the Afghans. I mean, we'll say one thing one year, it's in our ԱՄՆ-ն կարող է 1 տարի մի բան ասել, եթե դա իրեն ձեռնտու է, հետո հաջորդ տարի, եթե դուք փոքր խումբ պետություն եք, հակառակը, որովհետև դուք մեզ համար նշանակություն չունեք։ Այդ պատճառով կարծում եմ, որ եթե թրիփն օգտագործվի, Փաշինյանի համար գուցե հաղթանակ լինի։ But trusting that is very foolish. Until it actually happens, putting any kind of faith in US foreign policy is just the path to disaster. Բայց դրան վստահելը հիմարություն կլինի։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը ցանկացած տեսակի հավատ ընծայելը պարզապես աղետի ճանապարհ է։ Նույնիսկ ավելի աղետալի, քան ռուսական քաղաքականությանը վստահելն է։
Ռուսաստանի պարագայում գոնե կարող ենք տեսնել, թե ինչու են վատ թարացել հայ-ռուսական հարաբերությունները։ Պատճառը Փաշինյանն էր, նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները, բայց ԱՄՆ-ի դեպքում ուղղակի մի օր այսպես, մի օր այլ կերպ։ Իսկ Հայաստանն ընդհանրապես նշանակություն չունի ԱՄՆ-ի համար։ But with the US, it's just one day it's one way, one day it's another, and Armenia does not matter to the US at all. Before the elections. Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, եթե չհաղթի ընտրություններում, չունենա սահմանադրական մեծամասնություն սահմանադրությունը փոխելու համար, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի։ War in September. It's fear-mongering. It's an old kind of politics. Դա վախի տարածում է, վախով ուղղորդում, վախով կառավարում։ Քաղաքական հին մեթոդ է։ Եթե ընտրվում ես մարդկանց վախերի հիմքով, ապա իրականում չես խոսում երկիր կառուցելու մասին։ Սա նշանակում է, որ դուք շատ բան չունեք առաջարկելու տնտեսության, կրթության, ապագայի, մարդկանց բարեկեցության, նրանց աշխատանքի եւ այլնի առումով։ Of people's well-being, their jobs and so forth. Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Thank you. Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալ ենք ուշադրության համար։